Թբիլիսյան դեպքեր, թբիլիսյան ջարդեր, թբիլիսյան ողբերգություն կամ ապրիլի 9-ի ողբերգություն։ Վրացական ընդդիմադիր շարժման խաղաղցույցը ցրելու ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և խորհրդային բանակի ձեռնարկման հատուկ գործողություն, որը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին, վրացական ԽՍՀՄ մայրաքաղաք Թբիլիսիում։ Խորհրդարանի շենքի դիմաց խաղաղ բողոքի ակցիայի ճնշման հետևանքով սպանվեց 21 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները։ Թբիլիսյան արյունոտ իրադարձությունները բեղումնային դարձան Վրաստանի վարած քաղաքականության վրա, որն արդեն առավել հակված էր Վրաստանի անկախացմանը։ Ուղիղ 2 տարի անց 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվյատ Գամսախուրդյան հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Ապրիլի 9-ն այժմ Վրաստանում նշվում է որպես պետական տոն, ազգային միասնության օր։ Այսօր վրաչորդի և Վրաստանի ամբողջ բնակչության պայքարի ազատ զգալու պայքարի 30-րդ տարին է։ 30-րդ տարելիցն է, որ մենք ունեցանք 21 զոհեր այդ անմեղ պայքարի մեջ և 30-րդ տարեդարձն է, որ մենք ազատ անկախ Վրաստանի համար պայքարված օրի համար նշում ենք միասնության օրը։ Վրաստանի ժողովրդի միասնության օրը, ով միշտ տենչել է իր ազատության, իր անկախության, իր ինքնությունը հաստատելու համար։ Եվ այսօր ամեն անգամ մենք արդեն 37-րդ անգամ նշելով Մերտին Օծմինդայում այս օրը միշտ ինչպես ասած ելույթում մենք ականատեսներս պետք է միշտ հիշենք եւ հաղորդենք մեր սերունդին, ովքեր չեն տեսել, չեն զգացել այն ապրումները, այն չարչարված պատերազմ, եթե կարելի է ասել այդ օրը պատերազմի օրվա համար ունեցած զոհերի նշանակությունը երիտասարդության համար, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անկախության տենչանքը, իր ազատության եւ ապրել ազատ անկախ յուրաքանչյուր իր հայրենիքում, իր տանը, իր օջախի մեջ, դա ընդունված է ամբողջ աշխարհում եւ պետք է որ այնպես հաստատած լինի եւ այսօրը ապացուցում է այդ։ Այս օրը ամեն տարի նշվում է նաև Նինոծմինդայում, որտեղ հարգանքի տուրք է մատուցվում հայոց քարտոզ պուրակում տեղադրված 1989 թվականի ապրիլին անմեղ զոհերի հիշատակի հուշակոթողին։
Շուխոտ վերդմանեց խապերի Վաչուգոտ